Անհոր եւ Որդվո եւ Հոգուն Սրբո, ամեն Փառք Տիրոջը Աստված օրհնի բոլորիս։ Մենք միշտ Աստծո կարիքը ունենք, որովհետեւ տկար մարդիկ ենք եւ Աստված ինքը մեր արարիչը դրա մասին շատ լավ գիտի։ Ինքը մարդուն զորավոր ստեղծեց։ Խոսքս Ադամի մասին է։ Եվ իշխանություն տվեց, որպեսզի ամբողջ ստեղծագործության վրա իշխի Ադամը իր կնոջ հետ միասին, Եվայի հետ միասին։ Բայց իրենք Աստծուն անհնազանդ գտնվեցին եւ արդյունքը գիտեք, մենք ենք այս տկար վիճակում։ Բայց Աստված ամեն ինչ ծրագրավորել է, իր նախնական ծրագիրը նույնիսկ չի փոխել։ Ոնց դրել է հիմքերը, այդպես էլ առաջ է տանում, որովհետև ոչ ոք չի կարող Աստծո ծրագրերը խախտել։ Նույնիսկ մեր կատարած սխալներն ու մեղքերը չեն կարող կանխորոշել, թե ինչ պիտի անի Աստված։ Աստված ինքն է իր կանխագիտությամբ ամեն բան հսկում ու առաջնորդում։ Հիմա մենք պահքի շրջանում ենք եւ 6-րդ կիրակին է, կոչվում է Գալստյան կիրակի։ Շատ գեղեցիկ հերթականությամբ է այս կիրակիները, այսինքն 6-րդ կիրակին հաջորդող շաբաթվա մեջ ենք, դրա համար Գալստյան մասին պիտի խոսենք։ Եկեղեցին շատ գեղեցիկ է դասավորել այս օրերը, որովհետև քիչ առաջ ասեցի, որ Ադամն ու Եվան անհնազանդության պատճառով արտաքսվեցին դրախտի այգուց եւ տեսնում ենք, որ առաջի կիրակին բարի կենդանից հետո արտաքսման կիրակին էր, հետո արտաքսումից հետո անառակի կիրակին էր, որ դարձի եկավ, ապաշխարության մասին է խոսքը։ Ուրեմն ընկած մարդը նախ եւ առաջ պիտի ապաշխարի, դարձի գա եւ Տիրոջը գա, վերադառնա իր Տիրոջը, որից հեռացել էր, ապստամբել էր Տիրոջ դեմ։ Երրորդ կիրակին տնտեսի կիրակին էր, անառակից հետո, եւ այդ կիրակին էլ խոսում ենք այն ամենի մասին, որ Աստված մեզ տվել է, իրավունքներ, կարողություններ, նվերներ, պարգևներ, ամեն ինչ, որ մարդուն տվել է, մարդը ճշմարիտ տնտեսի պես պիտի օգտագործի, ոչ թե այն անիրավ տնտեսին նայի, այլ ինքը Աստծուն նայի եւ Աստծո կամքով շարժվի եւ Աստծո դեսպանը լինի աշխարհի մեջ։ Մենք պետք է Աստծո դեսպանները լինենք, տնտեսները լինենք աշխարհի մեջ եւ իր կամքը կատարենք։ Դրա համար է մեզ այստեղ կանչել Աստված եւ ընտրել։ Չորրորդը կամ 5-րդը բարի կենդանից հաշված, ուրեմն դատավորի եւ այն կնոջ, որին որբևայրի կնոջ պատմությունն էր, եւ այդ պատմության հիմնական գաղափարը այն է, որ պետք է աղոթքի մեջ լինենք, անդադար աղոթքի, մշտական աղոթքով Տիրոջը դիմենք, հաղորդակցության մեջ լինենք Տիրոջ հետ։ Հիմա կարծես հենց այդ հերթականությամբ գալիս ենք Տիրոջ Գալստյանը, ինչի համար Աստված եկավ, ինչի համար Հիսուս Քրիստոս երկու անգամ պիտի հայտնվի։ Առաջի անգամ առաջին գալուստով եւ երկրորդ անգամ երկրորդ գալուստով։ Ամբողջ մարդկությունը շատ հետաքրքրված է իր ապագայով, թե ապագայում ինչ պիտի լինի։ Պարտադիր չի հոգևոր ապագայի մասին ասենք ամբողջ մարդկության հետ կապված։ Մարդկությունը ուզում է իմանալ, ասենք տնտեսություն է վարում,
վաղը մյուս օրը ինչ կլինի այդ տնտեսության հետ, որպեսզի կարողանա ճիշտ լուծումներ տալ։ Հիմա հոգևորներն էլ իրենց ապագայի մասին են մտածում եւ մտածում են ինչ պիտի լինի կոպիտ ասած մեր գլխի գալիքը։ Եվ առաջի հերթին առաջին գալստյան մասին պիտի խոսենք, ուրեմն այդ ապագայի մասին մի խոսք էլ հիշեցի, ուրեմն քանի տարիներ առաջ, երևի մի 30-40 տարի առաջ, սովետի ժամանակները, մի գերմանական ֆիլմ էի նայում, վերնագիրը գիտեք ինչ էր, հիշողություններ ապագայի մասին, այդպիսի բան լինում է։ Ֆիլմի վերնագիրը հիշողություններ ապագայի մասին։ Ընդհանրապես հիշողությունը անցյալի մասին է։ Բայց այդ ֆիլմի վերնագիրը դրված էր հիշողություններ ապագայի մասին։ Ինչի համար էր այդպիսի վերնագիր դրած, որ ուրեմն երկրագնդի վրա բազմաթիվ շինություններ, սյուներ, տարբեր տեսակի բաներ են, գտածոներ են հայտնաբերել գտել մարդիկ, որոնք նույնիսկ մեր ժամանակի տեխնիկան հնարավորություն չունի, որպեսզի պատրաստի։ Օրինակ Հնդկաստանում մի սյուն են գտել, որը երկաթից է, բայց չի ժանգոտում։ Այդպիսի բան չկա աշխարհի վրա։ Երկրագնդում եղած բոլոր տեխնիկական միջոցները, գիտությունը չի կարողանում այդպիսի երկաթ ստեղծել, որ չժանգոտի։ Խոսքը պողպատի մասին չի, երկաթի։ Պողպատը խառնուրդներով է, տարբեր տեսակի քիմիական խառնուրդներ են խառնում, որպեսզի կարողանա պահել իր ամրությունը եւ չժանգոտել, բայց երկաթը, որ չի ժանգոտում, զարմացած են։ Նույն ձևի բուրգերի մասին է, այսօր իմացա, որ այդ բուրգերը հատուկ կառուցվել են, որպեսզի էլեկտրական էներգիա արտադրեն։ Հիմիկվա տեխնիկայով, չգիտեմ, մի 100 տարի երևի ավել պետք է, որ այդ բուրգերը կառուցեն։ Ուրեմն ինչպիսի տեխնիկա է եղել այն ժամանակ, Եգիպտոսի հետ կապ չունի, իմացեք։ Եգիպտացիները պարզապես գերեզման են սարքել այդ բուրգերը։ Իրենց մահացած փարավոններին են թաղել, Ռամզեսին, մյուսին, բայց իրականության մեջ այդ բուրգերը հին քաղաքակրթության կողմից է կառուցված։ Ուրեմն մեզանից առաջ, ավելի առաջ են եղել, քան թե հիմա մենք ենք։ Դրա համար ասում է հիշողություններ ապագայի մասին։ Ինչի այսքան երկար պատմեցի, հիմա Հիսուս Քրիստոս պիտի գա եւ Աստվածաշնչում կարծես այդ հիշողություններ ապագայի մասին, որովհետեւ այդ ամբողջը Աստվածաշնչում գրած է եւ այդ ապագան մենք գիտենք։ Եթե դու հավատացյալ ես, այդ ապագան գիտես։ Ամենագեղեցիկը առաջի գալստյան մասին, իհարկե շատ գեղեցիկ տեղեր կան, բայց այդ համարը ես արտագրեցի Հիսուս Քրիստոսի առաջի գալստյան մասին, ուրեմն առաջի Տիմոթեոս 3:16-ում է գրած։ Կներեք։ Հայտնապես մեծ է Աստված պաշտության խորհուրդը։ Աստված մարմնով հայտնվեցավ, հոգիով արդարացավ, հրեշտակներում երևցավ, հեթանոսներու մեջ քարոզվեցավ ու փառքով համբարձավ։ Ուրեմն Աստված մարմնով հայտնվեցավ։ Խոսքը Հիսուս Քրիստոսի մասին է, գիտեք։ Ուրեմն առաջի գալուստը Հիսուս Քրիստոսի կամ Աստծո մարմնացման մասին էր։ Գիտեք, հին կտակարանում բազմաթիվ պատմություններ կան, որ Աստված հանդիպեց Աբրահամին, Մովսեսին եւ այլ մարդկանց, բայց այդ հանդիպումների ժամանակ բացի Ադամից Աստված անմիջական շփման մեջ չի եղել մարդու հետ, որովհետեւ ով որ տեսնի Աստծուն, տեղում կմեռնի, բոլորը գիտեին։
Նույնիսկ Եսայի մարգարեն, որ այդ տեսիլքը տեսել էր, ասում է Աստծուն տեսա, մտածում է պիտի մեռնի։ Կներեք շատ։ Ուրեմն իրական Աստծուն մարդը չի կարող տեսնել։ Դրա համար էլ Աստված իր որդուն ղրկեց, որպեսզի որդու միջոցով ծանոթանանք Աստծո հետ, իմանանք ով է Աստված, որովհետև Աստվածաշունչը նոր կտակարանում ասվում է, որ Աստվածային ամբողջ լեցունությունը իր մեջ էր, Հիսուս Քրիստոսի մեջ էր։ Այսինքն ինքը մարմնով եկավ որպես կատարյալ մարդ եւ կատարյալ Աստված։ Երկուսը միասին, որովհետև մեղավոր մարդ ու ծրագիրը մեկն էր, փրկել մարդկությանը կորստից։ Դրա համար էլ առաջի գալուստը եղավ։ Բայց զարմանալին այն է, երբ որ 23-24 գլուխները բացում ենք Մատթեոսի ավետարանի, կներեք մի ջուր խմեմ։ Մատթեոսի ավետարանի 23-24 գլուխները երբ որ բացում են, 23-րդ գլխի վերջի համարները կարդամ, որպեսզի միտքս հասանելի լինի։ Ասում է. Ով Երուսաղեմ, Երուսաղեմ, որ մարգարեները կսպանեիր ու քեզի ղրկվածները կքարկոծեիր, քանի անգամ քու տղակները ժողվել ուզեցի, ինչպես հավը իր ձագերը թևերուն տակ կժողվե, եւ դուք չուզեցիք։ Ահա ձեր տունը ձեզի ավերակ պիտի մնա, վասնզի ձեզի կսեմ, թե ալ ասկի հետո պիտի չտեսնեք զիս, մինչև ասեք, օրհնյալ է ան, որ Տիրոջ անունով կուգա։ Այս բաները ասում է Հիսուս Քրիստոս։ Ասում է ձեր տունը ավերակ պիտի լինի, Հովհաննես առաքյալի գրած ավետարանում ասում է իրեններին եկավ, իրենները զինք չընդունեցին։ Այսինքն հրեաներին եկավ Հիսուս Քրիստոս, իրեններն էին, իր հիմնադրած ազգն էր, իր ընտրած ազգն էր, բայց իրեն չընդունեց այդ ազգը։ Հիմա աշակերտներին է եկել, աշակերտները այս բաները լսում են ու չեն հասկանում, որ սա առաջի գալուստն է, ոչ թե երկրորդը կամ վերջի գալուստը չէ։ Նրանց համար ոչ առաջին կա, ոչ երկրորդ։ Իրանք մտածում են, որ Հիսուս Քրիստոս որպես թագավոր է եկել։ Պիտի գտնվում էին հռոմեական կայսրության իշխանության տակ եւ մտածում էին, որ այս իշխանությունը պիտի վերացնի եւ հաստատի Աստծո թագավորությունը։ Դրա համար Հիսուս երկրորդ բանն է իրենց ասում 24-րդ գլխում։ Երբ որ իրենք գովում են տաճարը, ասում է կտեսնեք այդ ամեն բաները տաճարի համար է ասում։ Ահա կսեմ ձեզի, քարը քարի վրա չպիտի մնա, որ չքակվի, չքանդվի փաստորեն։ Երուսաղեմի տաճարի մասին է ասում։ Հրեաների հույսն էր, որ Հիսուս պիտի տաճարում նստի եւ ամբողջ աշխարհին թագավորի եւ բոլոր ազգերը հրեաներին ենթարկվեն։ Բայց Հիսուս ասում է, տաճարն էլ պիտի քանդվի։ Եվ այդ տաճարը գիտեք, պատմությունից մեր քարոզներից էլ կարող է հիշեք, որ 70 թվին Տիտոս կայսրը հռոմեական հարձակվեց, Երուսաղեմը գրավեց եւ այդ տաճարը քարուքանդ արեց։ Հրեաները, երբ որ Հիսուսը ասաց, որ այդ տաճարը պիտի քանդվի, զարմացած նայում էին տաճարին, որովհետեւ ամեն մի քարը հարյուրավոր, նույնիսկ 1000 տոննայի չափ կլիներ, մեծ քարեր էին, ասենք մի 10-20 մետր երկարության ու մի քանի մետր բարձրության։ Այդ հսկայական քարերը տեղից շարժել անհնար էր, թե ոնց էին կառուցել այդ տաճարը, չգիտենք, բայց շատ դժվար էր քանդելը։ Եվ զարմացած էին աշակերտները, բայց մտածում էին նորից ու նորից մտածում են մի բանի մասին, որ Հիսուս եկել է թագավորելու։ Եւ ծաղկազարդին, երբ որ Հիսուս
տաճարի միջի վաճառողներին էր հալածում, քշում էր տաճարից եւ ասում էր սա իմ հոր տունն է, այո, վաճառատուն մի դարձրեք, քարայր մի դարձրեք, դրա համար չի էս տունը, ավազակների քարայր չի։ Երբ որ հալածեց, իրենք մտածում են, ահա, վերջապես հալածեց, մի քանի օրից իր թագավորությունը պիտի հաստատի եւ սկսի կառավարել աշխարհի վրա եւ խաղաղություն պիտի հաստատի եւ իրենք Հիսուսի աչու ձախ կողմերը պիտի նստեն։ Դրա համար էլ դիմեցին Հիսուսին քանի անգամ։ Երկու եղբայրները հիշում եք, Հովհաննեսն ու Հակոբոսը մոր միջոցով մի ուրիշ տեղ գրած է առանցին մոտեցան Հիսուսին, որ խոսեն, որ նստեն Հիսուսի աչու ձախ կողմերը, այսինքն որպես թագավոր էին սպասում Հիսուսին։ Բայց Հիսուս եկել էր իր կյանքը դնելու, դրա համար ինքը իր մահվան մասին խոսեց։ Բացատրեց, որ ես պիտի մահանամ եւ երրորդ օրը հարություն առնեմ։ Գիտեք, այդ դեպքն էլ Պետրոսը ասեց, քավլիցի, որ դա քո հետ պատահի։ Յանի մենք թույլ չենք տա, որ քեզ սպանեն։ Չենք թողնի, որ մեռնենք։ Բայց Հիսուս ասեց, ետից գնա սատանա, որովհետև Աստծո մտքերը, խոսքերը չես ասում, այլ մարդու գաղափարներ ես առաջ քաշում։ Այսինքն մարդկային գաղափարով Հիսուս պիտի թագավորեր, բայց Հիսուս եկել էր իր կյանքը ամբողջ մարդկության համար դներ, որպես փրկիչ էր եկել։ Եվ դրա մասին Կորինթացիների 4 գլխի 4 համարից է կարծեմ, ասում է այս աշխարհի իշխանը կամ սատանան անհավատների աչքերը կուրծուց, մտքերը կուրծուց, որպեսզի Աստծո փառքի Քրիստոսի փառքի լույսը, Քրիստոսի ավետարանի փառքի լույսը չտեսնեն, որ է Աստծո պատկերը։ Աշխարհի բոլոր մարդիկ, ովքեր մերժում են Քրիստոսին, նույնիսկ հրեաները, որոնք մերժեցին, փաստորեն սատանայի կողմից կուրացած են եւ Քրիստոսի ավետարանի փառքի լույսը, որ է Աստծո պատկերը, ինչի համար է դա ասում։ Այսինքն մենք Աստծո պատկերից ընկած ենք, Քրիստոս եկել էր, որպեսզի վերականգնի մեր վիճակը, մեր դիրքը, այսինքն բերի այն դրախտային վիճակին, որ Ադամն էր, մինչև անկումը։ Հիմա նույնը Եբրայեցիների թղթում է ասում է շատ ձևերով ու կերպերով Աստված խոսեցավ հայրերուն, մարգարեներով, վերջին օրերս իր որդիով խոսեցավ, որին ամեն բանի ժառանգորդ տրավ, որով աշխարհն էլ ստեղծեց, եւ շարունակության մեջ ասում է, որը իր փառքի լույսն է եւ իր էության բուն պատկերը։ Ուրեմն նորից նույն բանն է ասում Եբրայեցիների թղթում Պողոս առաքյալը, որ Աստծո էության բուն պատկերն է եւ մարդը Հիսուս Քրիստոսին հետևելով իր պատկերը, իր վիճակը պիտի վերականգնի, միայն Հիսուս Քրիստոսին նայելով, ուրիշի հետ պետք չէ համեմատվել։ Իհարկե մեկս մյուսին պիտի քաջալերենք, բայց մենք օրինակ չենք, որպեսի կողքինը մեզ նայի եւ մեզանով քաջալերվի եւ Հիսուսին հետևի։ Հիսուսին նայեք, մեր հավատքի առաջնորդին ու կատարողին։ Ինքը ոչ միայն մեզ առաջնորդեց, այլև այդ ամենը կատարեց։ Դրա համար էլ խաչի վրա ասեց, ամեն բան կատարվեցավ։ Ինքը իր Աստծուն հավասար էր, Ֆիլիպեցիների թղթում է ասում։ Բայց դա հափշտակություն չհամարեց, իր անձը խոնարհեցրեց եւ մահվան հոժարեցավ։ Այն էլ խաչի մահվան Աստված էլ ասում է անունը տվեց, որ վեր է ամեն անունից, որին պիտի ծնրադրեն թե երկնավորները, թե երկրավորները, թե սանդարամետականները։ Այսինքն Հիսուսի անունը ամեն բանից բարձր է,
Առաջի գալուստի միտքը դա էր, բայց աշակերտները նորից ու նորից չէին հասկանում։ Իրենց թվում էր, թե Հիսուս եկել է պիտի թագավորի։ Զարմանաք, հենց գնում եք գործ առաքելոց, որ արդեն Հիսուսը պիտի համբարձվեր, համբարձումից առաջ աշակերտները ասում են. քո թագավորությունը այս ժամանակի մեջ պիտի հաստատես։ Նորից հարց են տալի, թագավորությունը հիմա պիտի հաստատես, այս ժամանակի մեջ։ Կարելի է ասել Հիսուսը բարկացած է պատասխանում, չնայած զուսպ էր ինքը։ Ասում է, ժամերն ու ժամանակները ձեզ չեն վերաբերվում։ Դա իմ հոր իշխանության տակ է։ Իմ հայրն է ժամերն ու ժամանակները կարգում։ Նույնիսկ մի տեղ ասեց ավետարանում, ասեց, նույնիսկ ես չգիտեմ, երբ պիտի դա լինի։ Այսինքն ինքը որպես մարդ չգիտեր, անշուշտ այդ ձևով պիտի մտածեն։ Հիմա մի օր մեքենայով մի տղայի էի տեղափոխում, ցույց էր Հոլիվուդում, ամերիկացի տղա էր, 24 տարեկան։ Վերջը ցույցից խոսեցինք, քաղաքականությունից, վերջը անցանք հավատքի, ես շեղեցի խոսքը, որ հավատքից խոսանք, ասում եմ, հավատում ես, հա, հավատում եմ, ասեց, ես էլ դրանից առաջ ասի, ես քրիստոնյա եմ ու հավատում եմ, ասեց, անգլերեն relationship, ինչ բարեկամության մեջ ես Աստծու հետ, ես զարմացա, ես հարցը ինչի է ինձ տալիս, պարզվեց, իր տատը ասել է, որ Աստծու հետ բարեկամության մեջ եղիր, այսինքն հաղորդակցության, հարաբերության մեջ եղիր։ Այդ մոմենտին մտածում եմ, հիմա ինչ պատասխանեմ, ես ինչ հարաբերության մեջ եմ Աստծու հետ։ Ասեցի, գիտես ինչ կա, ես որ հավատացյալ եմ, արդեն հարաբերության մեջ եմ Աստծու հետ, բայց եթե դու ուզում ես Աստծու հետ հարաբերվել, պիտի ճանաչես Աստծուն, որովհետև առանց ճանաչելու դու չես կարող Աստծու հետ հարաբերվել, եթե չես ճանաչում մեկին գնում հարաբերվում ես այդ մարդու հետ, մոտիկություն ես հաստատում կամ հաղորդակցվում ես, ինչպես առաջի Հովանու թղթում է ասում, մեր հաղորդակցությունը ասում է Հոր հետ է եւ իր որդու Հիսուս Քրիստոսի հետ։ Ասում է մենք իրեն տեսանք, լսեցինք եւ շոշափեցինք նույնիսկ։ Այդ երեք բառերը գրած է։ Այսինքն ոնց որ ինքն է հաղորդակցվել Հովանես ավետարանիչը։ Նույն ձևի մենք պիտի Աստծո հետ հաղորդակցվենք։ Իսկ այդ հաղորդակցության համար հարկավոր է խոսքը կարդալ։ Եթե դու խոսքը չես կարդում, չես սերտում, չես սովորում, չես խորանում, դու չես ճանաչի Աստծուն։ Դրա համար 17:3-ում Հովանու ասում է. սա է հավիտենական կյանքը, որ ճանաչեք միակ Աստված եւ Հիսուս Քրիստոս, որին նա ղրկեց։ Այսինքն հավիտենական կյանքը Աստծուն ճանաչելու մեջ է։ Եթե ճանաչում ես, իսկ ոնց ես ճանաչում, ասեցիք, գիրքը կարդացեք, քարոզներ լսեք, անընդհատ հարաբերության մեջ եղեք Աստծո հետ, կճանաչեք եւ հավիտենական կյանքը ճանաչելու մեջ է։ Հիմա երբ որ ճանաչում ես, արդեն վստահում ես, Աստված խոստումներ է տվել։ Թիվը չեմ հիշում, 300 թե 500 խոստում կա, միայն երկրորդ գալստյան մասին 500 անգամ, թե 1500 անգամ։ Կարևոր չեն թվերը, հիմա մի քիչ շատ, մի քիչ քիչ։ Բազմաթիվ անգամ երկրորդ գալստյան մասին է խոսվում Հիսուս Քրիստոսի։ Եվ այդ տղայի հետ երբ որ խոսում էինք, ասեցի ժամանակը շատ մոտ է, շուտով Հիսուսը գալուց է, ասում է ինչ գիտես։ Ասեցի գիտես ինչ կա, բազմաթիվ նշաններ կան։ Ամենագլխավոր նշանը Իսրայելի նշանն է։ Գիտեք ինչի։ Որովհետև Իսրայելին նայելով դու կիմանաս Հիսուս Քրիստոսի գալուստը մոտ է թե չէ։
որովհետև 1948 թվին 2000 տարու չափ Իսրայելը առանց պետության էր, պետություն դառավ։ Եվ դա խոստում էր, գրված էր Եսայի մարգարեությունում։ Նաև Եզեկիելի մարգարեությունում գրած է, որ անապատ տեղը պիտի ծաղկի։ Իսկապես իսրայելացիները 20,000 քառակուսի կիլոմետր է, ինչ է, 10 միլիոն մարդ է մնում մոտավորապես։ Այդ անապատային, կիսանապատային տեղը ծաղկանոց են դարձրել, այգի են դարձրել։ Եվ զարմանալին է, որ իրենց կորսված եբրայական հին լեզվով իրար հետ հաղորդակցվում են, այդ լեզուն էլ չեն կորցրել։ Ուրեմն Աստված 2000 տարուց առաջ արդեն, այսինքն մինչև աշխարհի ստեղծումը նախատեսել էր, որ Իսրայելը պիտի 70 թվին հռոմեացիների կողմից ցվրվի աշխարհով մեկ եւ վերջի օրերը պիտի հավաքի։ Ուրեմն վերջի օրերն է հիմա, որ 48 թվին Իսրայելը պետության տեր դառավ։ 1967 թե 8 թվին այդ 7-օրյա թե 5-օրյա պատերազմ եղավ։ Այդ պատերազմի ժամանակ էլ Երուսաղեմը գրավեցին եւ ավելի հզորացան։ Վերջերս էլ գիտեք, Թրամփը իր առաջի պրեզիդենտության ժամանակ Երուսաղեմը մայրաքաղաք համարեց։ Թել Ավիվն էր մայրաքաղաքը ժամանակավոր։ Հիմա Երուսաղեմը դարձավ մայրաքաղաք։ Տեսնում եք, որ այդ միայն Իսրայելի նշանը ասեցի։ Բնության հետ կապված բազմաթիվ բնական նշաններ, երկրաշարժեր, փոթորիկներ, ցունամիներ, չգիտեմ, սովեր եւ այլն, քաղաքական նշաններ, պատերազմներ, եղբայրը ասեց, հրդեհներ, ճիշտ եք ասում, տարբեր տեսակի բաներ, որ բնությունն է ցույց տալիս։ Երկրորդը, այս պատերազմները, նայեք 2000 տարուց ավելի, 2500 Դանիելի մարգարեության մեջ է գրած, կամ մյուս տեղերում մարգարեների գրածների մեջ գրած է, որ Իսրայելի դեմ առաջի հարձակվողը պիտի լինի Իրանը։ Ով կարար 2500 տարի առաջ իմանալ, որ Իրանը պիտի գոյություն ունենա ու այդ հարձակվողների գլխավորներից մեկը լինի։ Այսինքն այն պատերազմը, որ պիտի Արմագեդոն կոչվածը պիտի լինի, այդ իրանցիները առաջինների շարքում պիտի լինեն։ Ու հիմա հենց սկսել են արդեն։ Երբ որ նայում ես այս դեպքերին, ես մեկ-երկուսն եմ ասում, հոգևոր իրավիճակին նայենք, որ դրական հոգևոր բաներ էլ կան, բացասական էլ։ Դրականը այն է, որ հիմա մենք աշխարհում Աստծո խոսքը շատ հեշտությամբ են կարողանում տարածել, որովհետև հաղորդակցության միջոցները, գիտեք, շատ տեխնիկապես զարգացել են։ Առաջ մարդիկ պիտի ճանապարհորդեին, ինչ-որ տեղ գնային, որ հասկացնեին ուրիշներին, որ հավատի գան, բայց հիմա դրա կարիքը չկա։ Հիմա այդ լրատվական միջոցները ամենահեշտ գործն են դարձել մարդկանց համար։ Լավ, դա դրականն է, բացասականը ինչ է։ Այն նայում եք տարբեր տեսակի անպարկեշտ անբարոյական բաներ են ցուցադրում, թե հեռուստատեսությամբ, թե տարբեր հաղորդակցության միջոցներով։ Եվ քարոզվում է հակաքրիստոնեություն։ Վկաներին հիշենք, մորմոններին, մյուսներին, այսինքն բոլորը մերժում են Քրիստոսի աստվածությունը։ Շատ կուլտեր են առաջացել, 19-րդ դարից սկսած տարբեր տեսակի Ամերիկայում եւ այլ տեղերում բացվեցին այդպիսի բաներ, ուղղություններ, որոնք հակառակ են Տիրոջ սովորեցրած, ավետարանի սովորացրածին։ Էլ ինչեր կա։ Բացի այդ հոգևոր բնական քաղաքական այդ
բաներից։ Բազմաթիվ բաներ, որ տեխնիկայի հետ է կապված։ Որովհետև եթե հայտնության գիրքը կարդաք, որ վերջի օրերը երկու վկաները պիտի աշխարհով մեկ մարդիկ տեսնեն, որ երկու հոգի վկայում են։ Ինչպես կարող են տեսնել, եթե այս հեռուստատեսությունը չլինի, այս հեռախոսները չլինեն, լրատվական միջոցները չլինեն, ուրեմն այնքան է զարգացել, մի ուրիշ տեսակետից էլ ասում են ԱԲ հայերեն արհեստական բանականություն։ Գիտեք ինչի է հասել այսօր։ Արդեն ուզում են մարդ սարքեն մեխանիզմներով։ Ամեն ինչով արտաքինով էլ նույնիսկ նման, բայց մարդուն գերազանցող իր խելքով, ինտելեկտով ասենք, մտքով, գաղափարներով, որովհետև մենք շատ բաներ մոռանում ենք։ Հիմա ես քարոզելուց մի երկու բան որոշել եմ ասել, մոռանում եմ մի ուրիշ բան եմ ասում, բայց փառք Աստծո դրա համար, Սուրբ Հոգին առաջնորդում է, ուղղություն է տալիս։ Բայց այդ տեխնիկական միջոցներին Սուրբ Հոգին առաջնորդել չի կարող։ Ոչ թե չի կարող, այլ դրանք մարդ չեն։ Ռոբոտ են։ Այդ ռոբոտները պիտի գերազանցեն իրանց գաղափարներով, ամեն ինչով մարդուն պիտի գերազանցեն։ Նույնիսկ վաղ կա, որ վաղը մյուս օրը այդ գերազանցողը կմտածի, ես ավելի լավն եմ, քան թե այս մսացու մարդիկ։ Բերեք վերացնենք այս մսով, արյունով եղած մարդկանց եւ մենք նստենք դրանց տեղը, ամբողջ աշխարհը թող մեր ձեռի տակ լինի։ Հիմա մեր համար զարմանալի, նույնիսկ ծիծաղելի է այդպիսի գաղափարը, բայց կա արդեն։ Ասում եմ կա ու շատ առաջ են գնացել դրա մեջ, նույնիսկ շատերը ասում են արդեն պատրաստ է, լավ քիչ ժամանակ է մնացել պատրաստ։ Բայց մի բան չմոռանանք, մենք ինչպես Պետրոսն է ասում առաջի թղթի մեջ, ասում է օրհնյալ է Աստված մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հայրը, որ իր առատ ողորմածությամբ մեզ նորեն ծնավ Հիսուս Քրիստոսի մեռելներեն հարություն առնելով է, անեղծ, անարատ ու անթառամ ժառանգության համար։ Ուրեմն Աստված մեր համար ժառանգություն է պահել երկինքը, որտեղ ոչ ցեցը կարող է փչացնել, ուտել այդ ժառանգությունը, ոչ էլ ժանգը կարող է փչացնել։ Եվ Տիրոջ օրը գողի պես գալիս է, գրած է Աստվածաշնչում։ Այսինքն այս երկրորդ գալուստը գողի պես պիտի գա Տերը, այդպես է գրած։ Բայց մի ուրիշ տեղ Թեսաղոնիկեցիների թղթում եւ թե այլ տեղերում գրած է, որ նրանք, ովքեր Տիրոջն են, ովքեր լույսի որդիներ են, ովքեր Աստծո խավարի մեջ չեն, նրանք գիտեն ինչ է կատարվում։ Ոնց որ ես այսքան բան ասեցի, ուրեմն մենք գիտենք, որ ասում ենք։ Այսինքն Տիրոջ օրը մոտ է, մեր համար գաղտնիք չէ, մենք չեմ ասում օրն ու ժամը գիտենք, բայց ժամանակները հասել են արդեն։ Ինչ պիտի անենք։ Բարեպաշտությամբ ու մաքրությամբ մեր հավատքի ընթացքը կատարենք։ Առաջ գնանք այս Աստծո խոսքի մեջ եւ հավատքի մեջ, եւ դա է գաղափարների գաղափարը երկրորդ գալստյան սպասելուն եւ իհարկե փառավոր հարության որպես հետևանք Հիսուս Քրիստոսի հարության, որ մեռելներից հարություն առավ, ասում է դուք իր հետ հարություն առաք եւ հիմա նստած եք երկնավորների մեջ։ Աստծո աջ կողմը մեր մասին է խոսում, բայց մենք այստեղ ենք։ Հոգիով մենք նստած ենք Աստծո աջ կողմը երկնավորների մեջ, Եփեսացիների թղթում է ասում, ես չեմ հորինում։ Պատկերացնում եք ինչ բարձր տեղում ենք։ Աստված օրհնի ձեզ, փառք Տիրոջը։